Տիգրանը Դաունի համախտանիշ ունեցող անձանց իրավունքներին վերաբերող իր հարցերով ՄԻՊ-ի հյուրն է։ Վճռական քայլերով գրասենյակ է մտնում ծանոթանալու երկրում ավելի ներառական հասարակություն ձևավորելու կառույցի աշխատանքներին։ Ճանաչողական այցը օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում նախագծի շրջանակներում է։ 31-ամյա Տիգրանն անկեղծանում է, ակտիվորեն ներգրաված է տարբեր նախագծերում եւ չէր կարող բաց թողնել Հայաստանում մարդու իրավունքների մասին առաջին աղբյուրից ավելին իմանալու հնարավորությունը։ Ինքս հետաքրքրված եմ եղել մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ կապված, սոցիալական ցանցերում տեսել եմ մտեք դուք աշխատում։ Երիտասարդին նախ տարբեր բաժիններ են ուղեկցում, պատմում, ով ինչ խնդիրներով է զբաղվում։ Նախապես առանձնացված հարցերի մեծ ցանկով աշխատանքային սեղանի շուրջ, բայց բավական ջերմ անմիջական մթնոլորտում է հանդիպումը ՄԻՊ ղեկավարի հետ։ Տիգրանի դիտարկումներն իրոք կարևոր են հանրային կյանքում երիտասարդների ներգրավվածության տեսանկյունից, ասում է Անահիտ Մանասյանը։ Տիգրանը իրավունքների ոլորտին առնչվող բազմաթիվ հարցեր է բարձրաձայնում, բայց դրա հետ մեկտեղ նա չափազանց ակտիվ է տարբեր նախաձեռնություններում, պարբերաբար բարձրաձայնում է տարատեսակ հարցեր կապված թե իրավունքների բնագավառի, հաշմանդամություն ունեցող անձանց, Դաունի համախտանիշ ունեցող անձանց ներգրավման, նրանց իրավունքների հետ կապված, տարատեսակ հարցեր ընտրական իրավունքին առնչվող բնագավառի հետ կապված։ Ընտրական իրավունքի թեմայով Տիգրանի հարցերին ՄԻՊ-ի շնորհիվ պատասխանում են հենց կենտրոնական ընտրական հանձնաժողովում։ Անձամբ ԿԸՀ նախագահն է երիտասարդին ցույց տալիս նիստերի դահլիճը, մանրամասներ ներկայացնում քաղաքացիների ձայների հաշվարկի կամ արդյունքների ճշգրտման ինչ ընթացակարգեր են երկրում գործում։ Բոլորին հետաքրքիր ներսից տեսնել պետական պաշտոնյաների, այդ թվում նաև սահմանադրական անկախ մարմիններ ներկայացնող պաշտոնյաների աշխատանքը ներսից։ Որտեւ շատ ժամանակ մեր աշխատանքը արտաքինից, այսպես ասենք, արտաքինից այլ կերպ է, բայց երբ որ մարդիկ ներսից են ուղղակի այդ աշխատանքը տեսնում, հատկապես երիտասարդների դեպքում շատ կարևոր է։ Շատ նոր տեղեկություններ ստացավ, գոհ է բոլոր հանդիպումներից, օրվա տպավորություններն է ամփոփում Տիգրանը, հայտարարում, ոգևորությամբ կմիանար ՄԻՊ-ի թիմին։ Ես կաշխատեցի Տիկի Մանասյանի հետ։ Շատ ուզիչ օր էր ինձ համար սա։ Ներառական հասարակությունը կառուցվում է այն ժամանակ, երբ յուրաքանչյուր մարդ հնարավորություն ունի ոչ միայն խոսելու իր իրավունքների մասին, այլ նաև դառնալու դրանց պաշտպանության ակտիվ մասնակիցը։ Գրասենյակի կազմակերպած հանդիպումների շարքի մասին ասում են ՄԻՊ-ում։ Մեր այս նախագծի կարևոր ուղերձներից մեկն այն է, որ մենք պետք է բոլորի համար երաշխավորենք հավասար հնարավորություններ եւ պետք է ունենանք ոչ խտրական ու ներառական միջավայր։ Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում նախագիծը դեռ կշարունակվի։ Հերմինե Բաղդասարյան, լուրեր։